Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում սկսվում է այն փուլը, երբ տարիներով թաքնված ճշմարտությունը հերթով դուրս է գալիս մակերես, փոխելով հերոսների կյանքը արմատապես։ Նկարահանումները շարունակվում են, բայց արդեն պարզ է՝ սյուժեն մտնում է իր ամենաբեկումնային և հզոր շրջադարձերից մեկը։ Մանանի գիծն այս հատվածում դառնում է շատ հասուն ու ցավոտ։ Նա վերջապես հասկանում է այն, ինչ գուցե հեռուստադիտողը վաղուց էր զգում, որ ինքը որոշ չափով դարձել էր գործիք Գրիշոյի ձեռքում։ Չնայած Գրիշոն փորձում է արդարանալ և մոր-հարցին պատասխանել, որ Մանանի հետ վրեժ լուծելու համար չէ, նրա վարքագիծը լրիվ հակառակն է ապացուցում. սերը չի կարող լինել կոպիտ, վերահսկող ու վիրավորող։ Գրիշոյի ներսում իրականում կա հակասություն։ Նա գուցե իսկապես զգացմունքներ ունի Մանանի հանդեպ, բայց այդ զգացմունքները խառնված են իր էգոյի, հոր ազդեցության և անցյալի բարդությունների հետ, և հենց այդ պատճառով էլ նա չի կարողանում ճիշտ արտահայտել իր սերը։ Մանանի վերադարձը տուն և ընտանիքից ներողություն խնդրելը շատ կարևոր քայլ է։ Սա նրա ներքին փոփոխության սկիզբն է։ Նա հասկանում է, որ անկախ իր ազատ լինելու ցանկությունից, ընտանիքն այն միակ վայրն է, որտեղ նրան իսկապես սիրում են և պաշտպանում։ Այս քայլը նաև կարող է նորից միավորել ընտանիքը, բայց արդյոք ամեն ինչ այդքան հեշտ կվերականգնվի, դեռ հարց է։ Սակայն ամենամեծ պայթյունը տեղի է ունենում լրիվ այլ գծում։ Լեան գնում է Լեոյի տուն, մի քայլ, որն արդեն իսկ կարևոր է նրանց հարաբերությունների համար, բայց այնտեղ հայտնվում է նաև Հունանը, ով հավանաբար հետևել էր դստերը։ Նրա համար սա պարզապես հանդիպում չէ, սա ճակատագրական պահ է։ Երբ նա տեսնում է լուսանկարը Լեայի ձեռքին և վերցնում այն, ժամանակը կարծես կանգ է առնում։ Լուսանկարում Ռաֆն է, մարդ, ում տարիներ առաջ նա սպանել է, և այդ մի վայրկյանում ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նրա կասկածները ճիշտ են։ Լեոն Ռաֆի որդին է։ Այս բացահայտումը ոչ միայն շոկ է Հունանի համար, այլ նաև ամբողջ սերիալի սյուժեն տեղափոխում է նոր մակարդակ։ Սա այն կետն է, որտեղ անցյալն ու ներկան բախվում են ամբողջ ուժով։ Հունանի արձագանքը լինելու է վճռորոշ։ Նա կանգնում է իր կյանքի ամենադաժան ճշմարտության առաջ։ Մարդն, ում նա փորձում է օգտագործել, վերահսկել, նույնիսկ ոչնչացնել որպես բռնցքամարտիկ, իրականում իր կողմից սպանված մարդու որդին է։ Սա կարող է նրան կոտրել ներսից կամ, հակառակը, դարձնել ավելի վտանգավոր։ Կսկսի նա զղջալ, թե կփորձի կրկին թաքցնել ճշմարտությունը։ Կփորձի մոտենալ Լեոյին, թե հեռու մնալ, վախենալով բացահայտումից։ Մյուս կողմից, եթե այս ճշմարտությունը դուրս գա նաև Լեոյի առաջ, դա կլինի սերիալի ամենահուզիչ ու ծանր պահերից մեկը։ Պատկերացրու, նա իմանում է, որ իր հոր սպանողն այն մարդն է, ով հիմա շրջապատում է իրեն, ազդում իր կյանքի վրա, ավելին, իր սիրած աղջկա հայրն է։ Այս բացահայտումը կարող է փոխել ամեն ինչ։ Լեոյի և Լեայի հարաբերությունները, Հունանի և իր ընտանիքի կապերը, ընդհանրապես ողջ պատմության ուղղությունը։ Այս պահին Գոյամարտը հասել է իր ամենաուժեղ դրամատիկ կետերից մեկին։ Սերը, վրեժը, ճշմարտությունը և անցյալը միավորվում են մեկ հանգույցում։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել պարզապես պայթյունավտանգ։ Կպահի Հունանը գաղտնիքը, կիմանա Լեոն ճշմարտությունը և արդյոք կվերականգնվի Մանանի և ընտանիքի կապը։ Այս ամենը կհանգեցնի նոր ողբերգության, թե կդառնա փրկության սկիզբ։ Մի բան հաստատ է՝ Գոյամարտում այլևս ոչինչ նույնը չի մնալու։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում իրականում Գոյամարտում, ինչ նոր գաղտնիքների բացահայտումներ են տեղի ունենալու շատ շուտով, ապա միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչպես է Հունանը փոխվելու այն նորությունից հետո, ինչ իմացավ, ինչպես է փոխվելու նրա վերաբերմունքը Լեոյի ու նրա ընտանիքի նկատմամբ, ինչպես է նա վարվելու Ավոյի հետ, չէ՞ որ նա շատ լավ հասկանում է, որ Ավոն հենց այնպես չի հայտնվել իր կյանքում և Էռնայի հետ հենց այնպես չի ամուսնացել։ Նա իր վիշտը ծախել է Հունանին ու դրա գումարով վայելել կյանքը։
Բայց ինչ է սպասվում առաջիկայում այս կերպարներին, ինչպես են վարվելու միմյանց հետ, ինչ դաժանություն է լինելու հետագայում, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունն ու միացեք մեր ալիքին, խոստանում ենք, թեժ ու հետաքրքիր է լինելու։ Այդ ընթացքում Ավոն բավական հարբած վիճակում Էռնայի դեմքին ասում է այն, ինչ մտածում է նրա մասին։ Բնականաբար նա Էռնայի հետ սիրով չի ապրում, հակառակը նա ատում է ու նրա երեսին շպրտում այն ամենն, ինչ մտածում է։ Բայց Էռնան վախ ունի կորցնելու ընտանիքը և փորձում է չլսելու ու չտեսնելու տալ այն ամենն, ինչ կատարվում է իր շուրջը։ Գրիշոյի մայրն էլ հասկանում է շատ լավ, թե ինչու է նա Մանանին իր կողքին պահում։ Արդյոք դա վրեժ է Լեոյից, թե իսկապես Գրիշոն սիրում է Մանանին։ Երկու հարց և պատասխանները տարբեր են, և այդ պատասխանները մենք կստանանք շատ շուտով, այնպես որ մնացեք մեզ հետ։